Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս, հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է։ Բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ խոհանոց։ Սկսում ենք նոր օր եւ նոր մենու։ Դե ինչ, տեղավորվեք հարմարավետ եւ տեսեք, թե այսօր ինչ եմ պատրաստել։ Միգուցե այսօր էլ կարողանամ լինել օգտակար։ Սիրելիներս, այս վիդեոն ես պատրաստել եմ, իհարկե չէի մոնտաժել, դրա համար տեղադրում եմ ուշացումով։ Դե գիտեք, խառը տոնական օրեր, զբաղվածությունը շատ է, գործերը շատ է։ Ահա, տեսեք, պատրաստում եմ նարնջի հյութ, եւ քանի որ տանը շատ նարինջ կա եւ այդքանը ուտել հնարավոր չի, ամեն օր առավոտյան պատրաստում եմ նարնջի հյութ եւ վայելում ենք թե սուրճով, թե նախաճաշով։ Սա էլ ցույց եմ տալի, որ նարինջը մաքուր է, լվացած է, պարզապես վրան լաքաներ կան։ Կկտրենք։ Ու նարնջի հյութ։ Մանդարին, նարինջ, իրար հետ լրի, խառը։ Դե ինձ սիրելիները, սուրճս պատրաստ է, հյութը պատրաստ է եւ այսօր շատ արագ, քանի որ պետք է շատ գործեր ունեմ անելու, այսօր իմ սուրճը վայելելու եմ այս, չգիտեմ հայերեն ինչպես ասեմ, այդ խլոպյաներն են, խտացրած, քաղցր մեղրով, կամ բոլոր տեղերում է կա, դա սա նորություն չի ոչ մեկի համար։ Մի խոսքով այսպես արագ նախաճաշ եմ պատրաստեմ, որ անցնեմ իմ գործերին։ Այսօր պետք է պատրաստեմ պասուս տոլմա եւ իհարկե պետք է կերակրեմ ընտանիքիս։ Ահա սիրելիներս, հիմա այդ ճաշի ժամն է, ես գնացել եմ խանութ, եկել եմ, ճաշն էլ պատրաստեմ, այսինքն ճաշի ժամն էլ կերակրեմ, սնվենք եւ անցնեմ իմ գործին։ Ճաշի ժամի համար գնեցի խանութից բուրգերի միս, հենց այսպես, հավի միս է, պատրաստած է, մի թեթև ձեթի մեջ երկու կողմը պետք է տապակեմ եւ վերջ։ Նորից շատ հեշտ ստացվի, որպեսզի եւ արագ, քանի որ պասուց տոլման ժամանակատար է։ Դե ինչ, պատրաստենք բուրգերներ եւ շարժվենք առաջ։ Բարի ախորժակ բոլորին։
Ժողովուրդ ջան, անցել եմ ես պասուստորմայի գործով, հիշում եք երևի անցած վիդեոյի մեջ ձեզ ասեցի, որ ես կաղամբի թթու չեմ դրել ու շատ եմ փոշմանել պասուստորմայի համար, բայց գնացի մեր մոտի բուլղարական խանութ ու տեսա այսպես կա, ընկերուս հարցրեցի, ինքը միշտ սենց գնում է ու պատրաստում է, ասեց շատ համով է ստացվում ու ճիշտ է, ես հիշեցի, որ ես այս կաղամբով պատրաստած պասուստորմայից կերել եմ շատ համով է ստացվում։ Մի խոսքով կաղամբը արդեն ունեմ, այսպիսի մի հատ տարայով, շատ հարմար է, հետո այս տարան չեմ գցի, ես մեջը նորից թթու կդնեմ։ Ու այս տարան, այսքանը արժեր 6.50, հեսա գինը գրված է։ Սա թթվի մասին։ Հիմա անցանք այս ձավարեղենի խառնուրդին, ուրեմն ավելացրել եմ այստեղ կա կարմիր լոբի, սիսեր, ոսպ ու մի քիչ բլղուր ավելացրեցի։ Շատ լավ կլիներ, որ տանը մի քիչ ջարդած ձավար ունենայի, բայց քանի որ չունեմ, բլղուրը մի քիչ ավել կլցնեմ, մի քիչ էլ կավելացնեմ հիմա։ Այստեղ ունեմ սոխ, բավականին լավ մեծ գլուխ սոխեր են, հիմա կկտրատեմ, կտեսնեմ, եթե պետք եղավ քանակը, մի հատ երկու հատ սոխ ավել կկտրատեմ, որպիսի սոխարած անեմ։ Այս կողմի վրա էլ դրել եմ ռեհան, չոհրացրած, այս երկուսն էլ Հայաստանից եկած ռեհաններ են, ուղղակի տարբեր տարաներում եմ լցրել, որովհետև տարբեր ժամանակների բերած ռեհաններ են, սա ավելի թարմ է, սա մի քիչ ավելի շուտվա է, մի խոսքով սա էլ այսպես։ Հիմա անցնեմ այս կողմի վրա արդեն ունեմ կարմիր պղպեղը ու սև պղպեղը, այստեղ բաննա, բլղուրնա, որ հիմա մի քիչ էլի պետք է ավելացնեմ, ունեմ այստեղ տոմատի մածուկը ու կոնցենտրատ եղած ավելի խիտ, մեր Հայաստանի տոմատի մածուկի նման տոմատի մածուկը, ով որ ապրում է Իսպանիայում չգիտի, ասեմ Մերկադոնայում, ասենդադո, հենց իրենց ֆիրմայի տոմատներն է, կան մարդիկ, որ չեն կարողանում ճարեն, եթե իմ հետևորդներից ինչ-որ մեկը չգիտի, հուշում եմ տալիս։ Մի խոսքով սա էլ շատ լավ տոմատ է, ինքը հենց տեսեք վրան ձեթ ունի, ձեթով է, շատ լավ համեղ տոմատ է լինում, սա հենց այսպես բացում ես մակարոնի վրա լցնում ես, տեսեք ինչ լավ առած ձեթ ունի մեջը, երևում է։ Մի խոսքով, այստեղ էլ համեմունքները ունեմ։ Այսքանը ժողովուրդ ջան, անցնեմ գործի։ Ժողովուրդ ջան, միշտ ֆիլմ եմ միացնում, իմ համար նայելով ու գործերս էլ լավ առաջ է գնում, թե ոնց եմ առաջ տալիս, ես էլ չեմ զգում։ Միացնեմ, թող գնա։ Ու ես իմ գործը շարունակեմ։ Միջև սոխարածը կպատրաստվի ժողովուրդ ջան, ձեզ ցույց տամ իմ գնած կաղամբի թթուն, տեսեք թե ինչքան լավ է, տերևները հատիկ, խոշոր, լավ մեծ էին, շատ հարմար էր փաթաթելու համար։ Ճիշտ է, կային մեջը փոքրեր, բայց երևի մաքսիմում մի 4 տերև փոքր դուրս էր եկել կամ չէ։ Շատ հարմար չափս էր, շատ լավ եւ համեղ թթու էր։
Դե ինչ, սոխարածը արդեն պատրաստ է, ավելացնում եմ միջուկի վրա, մի լավ կխառնեմ ու կսկսեմ արդեն փաթաթել։ Դե ինձ սիրելիներս, ես արդեն անցա գործի, փաթաթում եմ պասուս տոլման, կդնեմ կեփվի եւ այս ընթացքում ուզում եմ շնորհավորել բոլորիդ նոր տարին, թող այս տարին լինի նոր ձեռքբերումների, նոր մտքերի, հաջողության, առողջության եւ խաղաղության տարի։ Շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին։ Դե ինձ սիրելիներս, պասուս տոլման արդեն պատրաստ է, հանել եմ մի հատը փորձելու համար, իհարկե շատ տաք էր, մի կերպ էի փորձում, բայց արդեն պատրաստ էր, անջատել եմ կրակը, թողնում եմ, որպեսզի հանգստանա։ Եվ իհարկե մեր ընթրիքի ժամին, մեր ընթրիքը եղավ պասուս տոլման, շատ մեծ հաճույքով վայելեցինք։ Դե ինչ, այսօրվա համար էլ այսքանն էր։ Կարծում եմ այսօր էլ կարողացա լինել օգտակար։ Դե ինձ սիրելիներս, բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի լինեք առաջինը տեղեկացված։ Հենց այն մենյուն, որը որ տեղադրում եմ ալիքում։ Իսկ վերջում կտեղադրեմ մի հրաշալի տեսարան, որպեսզի դուք էլ վայելեք այս գեղեցկությունով։ Եվ այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ ասում եմ կհանդիպենք, մեր հանդիպման վայրը չի փոխվում, կհանդիպենք նույն տեղում, առայժմ։